Ստեփանավանը կրկին վերածվել է մշակութային խաչմերուկի։ Արենա Լորի միջազգային արվեստի փառատոնն աշխուժացրել է քաղաքի անցուդարձը, համախմբելով պրոֆեսիոնալ արվեստագետներին, երիտասարդ կատարողներին, ստեփանավանցիներին ու հյուրերին։ Այս երեկո հնչում են Լորվայի երգեր հայրենի բնության, սիրո եւ կարոտի մասին։ Բեմում Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի նվագախումբն ու երգչախումբն են։ Շատ կարևորում եմ այս նախաձեռնությունը։ Մեկ տարի առաջ սկսվեց Արենա Լորի միջազգային փառատոնը Կարեն Դուրգայանի նախաձեռնությամբ եւ ինձ համար շատ կարևոր է հենց Լորին անդրադարձը, որովհետեւ արմատներով ես էլ լորեցի եմ, ընդամենը մեկ փորձ 3 ժամ եւ կարող եմ ասել, որ երեխաները փայլուն պատրաստվել էին։ Արդեն երկրորդ տարին անցկացվող Արենա Լորի միջազգային արվեստի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը։ Պրոֆեսիոնալ կոլեկտիվների հետ նույն բեմում ելույթ են ունենում Ստեփանավանի Արթուր Ղարիբյանի անվան արվեստի դպրոցի եւ Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի սաները։ Կազմակերպիչների համոզմամբ նման նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում մարզաբնակ տաղանդավոր երիտասարդների համար։ Մեծ պատասխանատվություն է, նաև շատ հաճելի համագործակցություն է, քանի որ մեր երեխաները նախ առաջին հերթին ծանոթացան օպերայի գործունեությանը, մենք այդ կազմակերպեցինք էքսկուրսիա, մանրամասն ներկայացրեցին իրենց գործունեությունը, երեխաները ծանոթացան մեծ բեմին, սա մեծ հնարավորություն է նաև այն երեխաների համար, ովքեր հետագայում ընտրել են այդ երգչի, երգչուհու մասնագիտությունը։ Մեր համագործակցությունը բավականին հետաքրքրություն առաջացրեց երեխաների մեջ, աշխուժություն, սա նոր ձևություն էր իրենց համար, քանի որ շատ ելույթներ են ունենում, բայց այսպիսի կայացած մեծ երգչախմբի հետ առաջին անգամ էր իրենց ելույթը, չնայած որ անցյալ տարի նաև մեզ մոտ եղան օպերայի բալետի այս կազմը, օրկեստրը երգչախմբի հետ եւ մեր երեխաները իրենց հետ ունեցան մասնակցություն, մի փոքր ավելի կարճ, այս տարի ավելի շատ ամբողջ ընթացքահամերգի իրենք մասնակից են։ Երաժշտական փառատոնի ուղերձն անփոփոխ է, մշակույթը կարող է կամուրջներ կառուցել, միավորել մարդկանց եւ նոր շունչ հաղորդել համայնքներին։ Սերինե Սերոբյան, Ռոբերտ Գյուլզադյան, լուրերի համար։